Ձեր ունեցած փողը չի հերիքում, դուք պետքա գումար ճարեք, ինչ պետքա անեք այդ ժամանակ։ Միանշանակ հիմնվելով մեկ մեթոդի վրա սխալ է, նա ցույց չի տալիս ապագա հոսքերը, շահութաբերությունը, տարեկան եկամտաբերությունը ինչքան է։ Իսկ եթե մենք չենք ուզում վարկվեցնենք, բարի գալուստ մեր YouTube-յան ալիք, այսօր շարունակենք ֆինանսական կառավարման մասին խոսել, բաժանորդագրվեք մեր ալիքին, որովհետև բացի ֆինանսական կառավարման վերաբերյալ ոդկասթների շարքից ունենք նաև հետաքրքիր շարք աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ, ապագայում ձեզ հետաքրքրող թեմաների վերաբերյալ եւս կարող ենք ընդլայնվել մեր ոդկասթների շարքը, այսօր խոսանք սակայն ֆինանսական կառավարումից մի շատ կարևոր բաժնից կապիտալ ներդրումների, երկարաժամկետ ներդրումների մասին։ Ինչ բան է կապիտալ կամ երկարաժամկետ ներդրումները։ Կապիտալ ակտիվները կամ կապիտալ ներդրումները դրանք երկարաժամկետ ներդրումներ են, ինչպես մենք քննարկեցինք նախորդ անգամ երկարաժամկետ ֆինանսներ հայթայթելուց հետո անհրաժեշտ է այդ ֆինանսները ներդնել շահութաբեր, լավ եկամտաբեր պրոյեկտներում եւ այսօր մենք խոսանք այդ պրոյեկտների գնահատման տեխնիկաների մասին, քննարկենք ինչպիսին են դրանք, ոնց են կիրառվում իրենց առավելությունները եւ թերությունները։ Երկարաժամկետ ակտիվների գնահատման համար գոյություն ունեն հիմնականում 3 մոտեցում։ Դա գործարկված կապիտալի շահութաբերությունն է, մեկ ասում են հաշվապահական շահութաբերություն, անգլերեն դրան համապատասխան տերմինը դա ROCE-ն է, Return on Capital Employed, հիմնական ձևերի այդ 3 ձևերից մեկը դա է։ Երկրորդ ձևը դա եծտացման ժամկետն է, հիմնվում է ընդհանրապես ժամկետ որոշելու վրա, մանրամասն կներկայացնեմ, եւ երրորդ ձևը դա զերծված դրամական հոսքերով գնահատելու եղանակն է։ Ամեն մեթոդը իր մեջ ունի որոշակի ենթամեթոդներ, սկսենք անդրադառնալ յուրաքանչյուրին առանձին։ Գործարկված կապիտալի շահութաբերությունը կամ ինչպես ասացի հաշվապահական շահութաբերությունը կամ շահութաբերությունը ըստ հաշվապահական շահույթների հիմնականում հիմնված է անցյալի թվերի հիման վրա կամ հաշվարկելուց նույնիսկ եթե ապագայի կանխատեսում են անում, ապա վերցնում են միջին տարեկան շահույթը, հաշվապահական շահույթը եւ բաժանում են ներդրված գումարի վրա պրոյեկտի սկզբնական արժեքի վերաբերյալ։ Իր մեջ ունի երկու եղանակ հաշվելու, դա ակտիվների միջին մեծությամբ կամ սկզբնական արժեքով, ավելի մանրամասն կարող ենք գրել կպատասխանենք կամ մասնակցեք մեր դասերին։ Թերությունը հիմնված է հիմնականում անցյալի թվերի վրա եւ կարող է այդ գործակիցները, այդ շահութաբերությունները չիրականան ապագայում։ Երկրորդ թերությունը այն հանգամանքն է, որ հիմնված է հաշվապահական շահույթի վրա, հաշվապահական թվերի վրա, ֆինանսական հաշվետվությունից, որոնք ինչպես գիտենք, տարբեր հաշվապահական քաղաքականություններ, կիրառելուց տարբեր մոտեցումներ, նույնիսկ կարող են մանիպուլյացիաների որոշակի դեպքում կարող են աղավաղվել։ Դա իր թերությունն է, հաշվապահական թվերից օգտվելու հանգամանքը միաժամանակ հանդիսանում է առավելություն, որ թվերը պարզ են, հստակ են, հայտնի է որտեղից օգտվել։ Այսինքն նույն փաստը, որ հաշվարկվում է հաշվապահական ֆինանսական հաշվետվությունների հիման վրա, համ թերություն է պարունակում իր մեջ, համ առավելություն։ Երկրորդ մոտեցումը, հիմնական մոտեցումներից մեկը, դա եծտացման ժամկետն է, այսինքն դուք ներդրել եք ենթադրենք 1 միլիոն դրամ գումար եւ ձեզ կարեւոր է թե ինչքանով արագ ձեր գումարը հետ կգա։ 3 տարում, 2 տարում, 4 տարում։ Մեթոդը շատ պարզ է, շատ հեշտ է, բայց իր մեջ մի քանի թերություն ունի։ Նախ, նա ընդհանրապես որոշում է, թե ձեր ներդրած սկզբնական գումարը ինչքանով կարճ ժամկետում, ինչ ժամկետում հետ կգա։ Օրինակ, ենթադրենք 1 միլիոն դրամ եք դրել եւ տարեկան գալիս է 500,000 դրամ 4 տարվա ընթացքում։ Տվյալ դեպքում եծտացման ժամկետը ընդհանրապես 2 տարի է, առաջ 2 տարվա մեջ 500,000 դրամ հետ գալուց հետո ձեր գումարը կվերականգնվի։ Շատ պարզ կարճ լուծում է, ստանում եք 2 տարի, եթե ձեզ դա բավարար է, ընդունում եք որոշումը, եթե ոչ, ապա չեք քննարկում պրոյեկտի հետագա ցուցանիշները։ Թերություններից մի քանիսը նշեմ, նա ցույց չի տալիս ապագա հոսքերը, այսինքն եթե տեսեք, ես ասի 4 տարի 500,000, հաջորդ 1 միլիոնը
այստեղ ցույց չտրվեց, չի ցույց տալիս պրոյեկտի ողջ տևողությունը, չի արտահայտում պրոյեկտի ամբողջ շահութաբերությունը, ժամանակային սփռվածությունը, օրինակ պատկերացրեք, ասեցի տարեկան 500,000 եւ կարող է օրինակ sense լինել, առաջի տարի 100,000, երկրորդ տարի 900,000։ Ակնհայտ է, որ առաջի տարբերակը ավելի լավը կլինի, որովհետև փողը մի քիչ ավելի շուտ է գալիս։ Այդ մեթոդի թերությունները դրանք են, պարզը նրանք են, որ մանիպուլյացիայի ենթարկվող չի, այսինքն կոնկրետ դրամական հոսքերի մասին է խոսքը, ապագայամետ է, դա կանխատեսումը գերագետ բիզնես պլանի վրա կառուցված հաշվարկներ են եւ հիմնականում իհարկե բոլոր դեպքերում էլ անորոշություն կա, կարող է չիրականանալ, բայց խոսքը անցյալի մասին չի, ապագայի մասին է։ Այնտեղ եւս մեկ ձև կա, մի քիչ ավելի զգուշորեն հաշվարկելու համար օգտագործում են ոչ թե ուղղակի դրամական միջոցներ, այլ զեղչված դրամական հոսքեր։ Եվ երրորդ ամենաբարդ մեթոդը, բայց ամենագերադասելի, օրինակ այդ եզրաստման ժամկետից հետո եթե դուք ներդրողի ուշադրությունը կարողացաք գրավեք, հա, ինքը դրանով չի բավարարվի, հաստատ կպահանջի դրամական հոսքերի զեղչված դրամական հոսքերի հաշվարկ, բոլոր դրամական հոսքերի, արտահոսքերի, հարկերի վճարումներ, այդ բոլոր այդ հոսքերի վերաբերյալ բիզնես պլան կպահանջվի եւ դրանք պետք կլինի զեղչել եւ հաշվել զուտ ներդրման հետ վերադարձը, դա կոչվում է ֆինանսական կառավարման լեզվով ԶՆԱ, զուտ ներկա արժեք պրոյեկտի։ Դրա անալոգիայով կառուցվում մեկ այլ ցուցանիշ, դա եկամտաբերության ներքին նորման է կամ շահութաբերության ներքին նորման է։ Դա հակառակ տեսանկյունից մոտենալն է եւ կայանում է նրանում թե հաշվարկել թե ինչ տոկոսադրույք է փաստացի ապահովում ձեր ներդրումը։ Օրինակ ենթադրենք դուք ներդրել եք 100,000 դրամ եւ ձեզ 1 տարի հետո տալու են օրինակ 600,000 դրամ եւ 3 տարի հետո օրինակ 700,000 դրամ։ Հիմա այդ պրոյեկտի շահութաբերությունը, տարեկան եկամտաբերությունը ինչքան է։ Դա պետք է հաշվարկել փաստացի տոկոսադրույք, այդ տոկոսադրույքը հաշվարկելու համար կիրառվում է արդյունավետ տոկոսադրույքի բանաձևը։ Մենք կարող ենք ձեզ օգնել այդ հաշվարկները իրականացնելուց, այս ձևաչափով մի քիչ դժվար կլինի, բայց հիշում ենք, որ ԶՆԱ-ի եւ եկամտաբերության ներքին նորմայի սկզբունքները ըստ էության կառուցված են այն փաստի վրա, որ փողը ունի ժամանակի արժեք եւ այդ հաշվարկները իրականացնելուց պետքա մի պարզ բան հասկանալ, որ եթե այսօրվա $1 1 տարի հետո օրինակ արժի 1.1 դոլար, որովհետեւ օրինակ ինքը ապահովում է 10% եկամտաբերություն, ապա դա նշանակում է, որ 1 տարի հետոյվա $1 այսօր արժի 0.900 ինչքան պոչով գումար։ Այդ երևույթը կոչվում է դրամական միջոցների, ապագա դրամական միջոցների զեղչում կամ ներկա արժեքի հաշվարկ։ Այս 3 տեխնիկաները իրանց ենթամեթոդներով կիրառվում են ներդրումները, երկարաժամկետ ներդրումները գնահատելու համար։ Եվս մի կարևոր փաստ կուզենայի շեշտադրեի, որ չնայած եկամտաբերության ներքին նորմայի կամ շահութաբերության ներքին նորմայի եւ զուտ ներկա արժեքի տեխնիկայի հիմքում դրված են նույն գործիքները, այնուամենայնիվ նրանք որոշ դեպքերում կարող են տալ հակասական արդյունքներ, միանշանակ հիմնվելով մեկ մեթոդի վրա սխալ է օգտագործել կախված հարցադրումից, կարող է տեղին լինել մեկը կամ մյուսը կամ երկուսի կիրառումը իրար հետ համակցված։ Բայց ընդհանուր կանոնը ԶՆԱ-ի տեխնիկայի հետևյալն է. եթե դուք ուզում եք 15%-անոց եկամտաբերությամբ ներդրում, ապա պետք է ձեր ապագա հոսքերը զեղչեք 15%-ով, այսինքն հանեք այդ ժամանակի արժեքը, ոնց է դա պետք է անել, կարող եք դիմել մեզ, կսովորեցնենք։ Եթե ստացվեց 0-ից ավել զուտ ներկա արժեքը, ապա պրոյեկտը իրականացնում եք։ Եկամտաբերության ներքին նորման մեկ այլ ձև է աշխատում։ Դուք հաշվում եք փաստացի տոկոսադրույքը, արդյունավետ տոկոսադրույքը, փաստացի տոկոսադրույքը, երկու տերմիններն տեղին են, եւ եթե ձեր ակնկալված նվազագույնից բարձր է, ապա պրոյեկտը իրականացնում եք։ Այստեղ եւս մի փաստ պետք է նշեմ, որ այդ ապագա դրամական հոսքերը կառուցելու ժամանակ պետք է
ունենալ բավական գրագետ, բավական հետևողականորեն եւ ճիշտ պատրաստված դրամական հոսքերի կանխատեսում, որի մեջ պետք է անպայման հաշվի առնեք սղաճը ու ներառեք ձեր հաշվարկների մեջ։ Ինչպես հասկացանք, ամենաինֆորմատիվ եւ ամենալավ գնահատականը վերջնական գնահատական տալու համար իհարկե դրամական հոսքերի, այդ զերծված դրամական հոսքերի մեթոդն է, բայց ինչ հիմնախնդիրներ կան այդ մեթոդի հետ կապված, քանի որ ինքը ապագայամետ է, ինքը իր մեջ պարունակում է կանխատեսումներ եւ ինչքան ավելի հեռու է այդ մեծապրոյեկտի տեղողությունը, այդքան կանխատեսումները ավելի հեռու են, իսկ ինչքան հեռու են, այդքան անորոշություն է պարունակում եւ ցանկացած նմանատիպ պրոյեկտ իր մեջ անորոշություն է պարունակում։ Այդ անորոշությունից բացի որոշակի ենթադրություններ կան, օրինակ էլի մենք այդ խնդիրները լուծելու ժամանակ, այդ հաշվարկները կանխատեսելու ժամանակ հաշվի չենք առնում այն հանգամանքը, որ տոկոսադրույքները ժամանակի ընթացքում կարող են աճել կամ նվազել, այդ փոփոխությունները այս հաշվարկների մեջ չեն ներառվում եւ դրա համար այդ անորոշությունները պետք է անպայման հաշվի առնել։ Ինչպես են հաշվի առնում անորոշությունները այդ կանխիկ դրամական հոսքի հաշվի առնելու ժամանակ, այդտեղ էլ եւս կա 3 մոտեցում։ Դրանք ռիսկով ճշգրտված, այսինքն ավելի բարձր տոկոսադրույք կիրառելն է, ԶՆԱ-ի հաշվարկի հետ միասին տրամադրել զգայունության վերլուծություն, թե որ ցուցանիշի քանի տոկոս փոփոխության դեպքում ձեր որոշումը կփոխվի, սխալ կլինի եւ հավանականությունների մատրիցաներ կառուցելով սպասվող մեծությունների հիման վրա հաշվարկել սպասվող ԶՆԱ-ի արժեքը։ Իհարկե այդ մեթոդը սպասվող մեծությունների ինքը տեղին է հիմնականում պարբերաբար կրկնվող պրոյեկտների համար, որովհետեւ օրինակ եթե դուք ինչ-որ պրոյեկտ ունեք, որը 10% հավանականությամբ կավարտվի 100 միավոր ԶՆԱ-ով, 20% հավանականությամբ 200 միավոր ԶՆԱ-ով եւ մնացած 70% հավանականությամբ 500 միավոր ԶՆԱ-ով, ապա այդ սպասվող մեծությունը, որ հաշվենք, ինչ որ կստացվի, հաստատ կստացվի ոչ 100-ը, ոչ 200-ը, ոչ 500-ը։ Այդ սպասվող մեծության արդյունքը կստացվի մենակ այն դեպքում, երբ որ դուք բազմակի անգամ կրկնեք այդ պրոյեկտները եւ ստացված արդյունքների եւ իրենց քանակները միջինացնեք, կստանաք այդ սպասվող մեծությունը։ Այդ մեթոդն է կիրառում եւ եթե դուք սպասվող մեծության հիման վրա որոշում եք կայացրել, բայց այնուամենայնիվ սխալ բացասական արդյունք եք ստացել, դա չի նշանակում, որ դուք սխալ եք արել, դա տենց էլ կարող է լինել։ Մենք ասացինք, որ ի սկզբանե կա որոշակի հավանականություն, որ վատ արդյունք կլինի եւ հակառակը գեր-լավ արդյունքը չի նշանակում, որ ամեն անգամ դա տես կկրկնվի, որտեղ դրա հավանականությունը փոքր է։ Երկարաժամկետ ակտիվների գնահատման հետ եւս երկու հետաքրքիր խնդիր կա, որոնք լուծել են տնտեսագետները, բայց տեխնիկաները կարելի է հաջողությամբ կիրառել, դրանք գնել թե վարձակալելու խնդիրներն են եւ փոխարինման խնդիրներն են։ Սկսենք գնել թե վարձակալելու խնդիրներից։ Այս խնդիրները, որ ներկայացնում եմ, շատ հաճախ հարցնում են, ասում են, իսկ եթե մենք չենք ուզում վարկվեցնենք, այս խնդիրը կիրառվում է, այս խնդրի լուծումը տրված է այն դեպքի համար, երբ որ դուք ունեք կապիտալի սահմանափակում եւ ձեր այդ կապիտալ ակտիվի գնումը կամ այդ կապիտալ ներդրման գնահատումը, որ ուզում եք անեք, պրոյեկտ ուզում եք իրականացնեք, դուք ստիպված եք այդ սարքավորումը կամ ակտիվը, որ գնեք, դուք կամ պետք է վարկվեցնեք, որ գնեք, կամ վարձակալեք։ Այսինքն այստեղ խնդիրը ճիշտ է, մենք ասում ենք գնել թե վարձակալել, բայց ավելի ճիշտ կլինի ասել գնել վարկով թե վարձակալել։ Այդ որոշումը կայացնելու համար կա շատ հստակ տեխնիկա։ Դուք պետք է հասկանաք ամենաառաջինը դուք ուզում եք այդ պրոյեկտը իրականացնեք թե չէ, դրա համար կիրառում եք ձեր կապիտալի արժեքը, ձեր զերծման դրույթը, որը ձեր ակնկալիքն է, այնուհետև համեմատելու համար, եթե դրական ստացվեց գնել վարկով թե վարձակալել, դուք ընդհանրապես վարձակալական հոսքերը պետք է հաշվի առնեք, բայց զեղչեք ոչ թե արդեն ձեր ուզած կապիտալի դրույթով, այլ վարկի տոկոսով։ Ընդ որում ստեղ երկու նրբություն կա, հեսա կասեմ։ Երբ որ ես ասում եմ վարձակալական հոսքերը, վարձակալական վճարները, պետք է հաշվի առնել, որ երբ որ դուք վարձավճար եք վճարում, ապա դուք որոշակի հարկային խնայողություն եք ունենում վարձավճարի շահութարկի դրույքաչափով արտադրյալի թվով, դա էլ է ըստ էության համարվում այդ վարձակալության հետ կապված հոսքը եւ պետք է անպայման հաշվի առնեք, որ
վարկով գնված սեփական ակտիվը, երբ որ դուք այլևս վարկով չեք առնում վարձակալում եք, դուք չունեք այդ ակտիվը սեփականության իրենքով եւ նրա մաշվածությունը այլևս չեք հաշվարկում հարկային նպատակով եւ այդտեղ հարկային կորուստ ունեք։ Այ հիմնական այդ 3 հոսքը կամ նմանատիպ հոսքերի հանրագումարը զեղչում եք վարկի փոխառության կամ փոխառության տոկոսադրույքով։ Ինչի վարկի կամ փոխառության, քանի որ եթե դուք վերցնեք այլ տոկոսադրույք, ապա դուք վարկի մարման գումարները, վարկի տոկոսների մարման գումարներն է պետքա ձեր բիզնես այդ հոսքերի մեջ տեղավորեք եւ զեղչեք այլ դրույքով, իսկ եթե դուք վարկի ապագա հոսքերը զեղչում եք վարկի դրույքով, ապա ստանում եք նույն վարկի գումարը եւ այդպես շատ կարճ է ստացվում այդ խնդիրը լուծելը, դա կոչվում է նաեւ այդ խնդիրը լուծելու տեսանկյունից կոչվում է մեկ զնայի մեթոդ, մեկ զուտ ներկայարժեքի մեթոդ։ Այստեղ մի բան կա, որ սա էլ ավելացնեմ ու այս խնդրի լուծումը սրանով սահմանափակենք, քանի որ վարկի տոկոսները ունեն հարկային խնայողություն, մենք դրա համար, քանի որ վարկի տոկոսները մեր այդ կանխատեսման մեջ դրամական հոսքերի չեն գրում, որպեսզի այդ հարցն չզոքացնենք, կիրառում ենք այդ հոսքերի տարբերությունը, որ նոր թվարկեցի, ոչ թե փոխառության տոկոսադրույքով, այլ փոխառության հետհարկումային տոկոսադրույքով։ Օրինակ, եթե դուք վարկը վերցնում եք օրինակ 8-6%-ով, շահութարկի դրույքաչափն էլ օրինակ 30% է, ապա դուք 8-6%-ը պետք է բազմապատկեք 70%-ով կամ 1-30%-ով, որը կստացվի 6%։ Այսինքն այդ խնդրում դուք պետք է որոշելու համար վերցնեք 8-6%-անոց վարկ, թե վարձակալեք այդ սարքավորումը կամ տեխնիկան, ձեզ պետք է այդ իմ նշած հոսքերի տարբերությունը զեղչել 6%-ով։ Սա ինչ վերաբերում է գնել, ու կրկնում եմ, գնել պարտքով, գնել վարկով, թե վարձակալելու խնդրին։ Հաջորդ խնդիրները, դրանք փոխարինման խնդիրներն են։ Գիտեք, չէ, շատերը կան, ասենք մարդիկ կան ամեն տարի iPhone-ը փոխում են, նոր առնում են, հին ծախում են, նոր առնում են, հին ծախում են։ Մարդիկ կան ուշ են փոխում, 3 տարի մեկ են փոխում, էլի, հինը էլ ինչ-որ մի գնով կարող են ծախեն։ Մարդիկ կան այնքան ուշ են փոխում, որ հինը ուղղակի շպրտում են։ Բնականաբար այն մարդիկ, որ ամեն տարի են փոխում, իրանց այդ նախորդը բավական թանկ են կարող վաճառեն եւ այն որ ուշ են փոխում, շատ էժան եւ նրանց վրա ըստ էության այդ ծախսը մի քիչ ավելի թանկ է նստում, դա տենց է պետք լինել, որտեղ նա 3 տարվա ծախս է, սա 1 տարվա ծախս է։ Այդ խնդիրները նմանատիպ սա iPhone-ը բերեցի կենցաղային օրինակ, որ շատերից հարազատ տնի, երևի ձեր շրջապատում ամեն մի ստրատեգիա ворթեգրած գործընկերել կունենաք, բիզնեսում դա օրինակ մեր բիզնեսում հաշվապահական, աուդիտորական ընկերություններում հիմնական մեր տեխնիկան ինչն է, դա համակարգիչներ են, դրանց փոխելու պարբերականությունը, ու իհարկե մենք չենք անում դա, որտեղ դա մեր համար աննշան գումար է այդ խնայողությունները, բայց ամեն դեպքում մենք վերջում ենք փոխում ենք ընդհանրապես եւ վաճառելու մասին չենք մտածում, նվիրում ենք, բայց օրինակ տաքսո պարկերը, օրինակ շտապօգնության ծառայությունը, որ պարբերաբար իր ավտոմեքենաները փոխում է կամ չգիտեմ, ծրագրավորողները, որոնք օպցիա ունեն տարին մեկ փոխեն իրենց համակարգիչը, թե 2 տարին մեկ, իրանք եթե մեծ ծավալ է այդ գումարները, պետք է հաշվարկեն եւ գտնեն օպտիմալ ցիկլը։ Իհարկե, օպտիմալ ցիկլը այդ եղանակով հաշվարկելու ժամանակ դուք կստանաք միայն ֆինանսական հաշվարկը, որոշ դեպքերում այդտեղ անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել նենց հանգամանքները, ինչպիսիք են այլ ծրագրերի դրա վրա նստելը, ներկայացված լինելը, արագագործությունը, որը շատ ավելի կարևոր է որոշակի խնդիրները լուծելու համար, դա էլ են ֆակտորներ, որոնք պետք է հաշվի առնել, բայց այդ հաշվարկները թե ինչ պարբերականությամբ զեղչել, ինչ պարբերականությամբ փոխարինել սարքավորումները կամ սարքավորումների պարքը, դրանք կոչվում են ակտիվերի փոխարինման ցիկլի որոշման խնդիրներ, կարճ ասեմ, ժամանակի այդ ամբողջ ժամանակաշրջանի ծախսերը պետքա զեղչեք, ստանաք ներկայարժեք եւ բաժանեք ոչ թե տարիների քանակի, այդ տարիների քանակին համապատասխան անուիթետի գործակցին։ Ոնց են հաշվում այդ անուիթետի գործակիցը, ինչ բան է անուիթետ, եթե դուք այդ գիտելիքը դեռ չունեք, մի քիչ դժվար կլինի հասկանալ, դիմեք մեզ, մասնակցեք մեր դասերին, սովորեք, իսկ որոնք են ակտիվների փոխարինման ժամանակ, այս ասեցի, չէ, ասենք
վաճառում եք iPhone-ը ավելի էժան, եթե ավելի ուշ ավելի էժան, գնում ենք նորը։ Էլ ինչ հոսքեր պետք է հաշվի առնել այդ խնդիրը լուծելու ժամանակ։ Արտադրողականության անկումը եւս ծախս է։ Ձեր, չգիտեմ, փչանալու ժամանակ ձեր տեխնիկայի այդ պարապուրդը ծախս է։ Ձեր ցածր որակի, եթե դուք հին տեխնիկայով եք արտադրանք տալի, ցածր որակի պատճառով ավելի էժան ստիպված, եթե դուք ստիպված եք ավելի էժան վաճառեք, այդ հասույթի անկումը եւս ծախս է։ Այդ ծախսերը հաշվի առնելով փոխարինման ցիկլի ժամանակ պետք է շատ ուշադիր լինել, որ հաշվի առնել բոլոր ծախսերը։ Մնացած ասի, այդ ծախսերը զեղչում եք, ոնց որ NPV-ի խնդիրի դեպքում ասեցի, եւ բաժանում եք անուիտետի գործակցին։ Սրանք մի քիչ ավելի բարդ հաշվարկներ են, մի քիչ ավելի շատ մաթեմատիկական եւ ֆինանսական գիտելիքներ են պետք։ Այն մարդիկ, ովքեր որ հիմա լսում են եւ իրանց պետքա կիրառել, եթե այդ տակի գիտելիք ունեն, շատ հեշտ կիրառել, եթե չէ պետք է սկզբից նրանք ձեռք բերեք։ Մի բանի մասին ասեմ, ու այսքանով այսօր ավարտենք։ Երկարաժամկետ ներդրումների ժամանակ երևույթը հետեւյալն է. դուք ունեք 5 հատ շատ լավ իդեա, շատ լավ բիզնես պրոյեկտներ տարբեր շահութաբերությամբ, բայց ձեր ունեցած փողը չի հերիքում։ Դուք պետքա գումար ճարեք կամ քիչ է հերիքում։ Այդ երևույթը, երբ որ կապիտալը չի հերիքում, այն նախորդ մեր ոդկասթի ժամանակ հայթայթած ֆինանսական միջոցները չեն հերիքում, այդ երևույթը կոչվում է կապիտալի սահմանափակում։ Ինչ պետք է անեք այդ ժամանակ։ Պետք է դիմեք կամ դրսից նոր ֆինանսավորում հայտնաբերելուն կամ ինքներդ ձեր ներքին ռեսուրսներից։ Այստեղ երկու տերմին կա, որ շահելա պետք է հաշվի առնել, դա արտաքին նորմավորումն է, արտաքին սահմանափակումը, երբ որ դուք դրսից ուզում եք գումարներ գրավեք, ձեզ չեն տալիս, եւ ներքինը, որը ուրիշ ձև կոչվում է մեղ, երբ որ դա ձեր ներսի կառավարիչների խնդիրն է։ Արտաքին սահմանափակում, արտաքին նորմավորում առաջանում է հիմնական այն դեպքում, երբ որ ֆինանսական շուկաները անկում են ապրում կամ ձեր ֆինանսական գրավչությունը այդքան էլ լավը չի, ձեր ռիսկը բարձր է, ձեր շահութաբերությունը ցածր է։ Ներքին սահմանափակումը, ներքին նորմավորումը առաջանում է մենեջերների որոշմամբ, հիմնականում պատճառները դա վերահսկողության կորստի ռիսկն է, վախը այդ ռիսկից, դա ներքին մրցակցությունը, ներքին պրոյեկտների միջև մրցակցությունը բարձրացնելն է եւ լավ պրոյեկտները ներգրավելը եւ ընդհանուր առմամբ ֆինանսական ռիսկերից խուսափելը։ Այդ որոշումների կայացման համար իհարկե կարևոր է այդ պրոյեկտները մասնատելի են, մասնատելի չեն, բայց այս առարկայի շրջանակներում դրանք բավական պարզ խնդիրներ են, պետք է ուղղակի հաշվի առնել, որ միանգամյա նորմավորում կա, պրոյեկտները կարող են մասնատելի եւ չմասնատելի։ Դա ոնց է պետք լուծել, կախված է ամեն դեպքում պրոյեկտների մասնատելիություն լինելուց կամ չլինելուց։ Կապիտալ ակտիվների, կապիտալ ներդրումների վերաբերյալ կարծում եմ բոլոր հիմնական կետերը, բոլոր կարևոր նյուանսները այսօր ներկայացրեցի, եթե որևիցե բան մոռացել եմ, կարող եք գրել մեր էջին, մեր սոցիալական բոլոր ցանցերում մենք գրեթե կանք, սիրով կպատասխանենք։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքներին, հետևյալ մեր մնացած կրթական ոդկասթներին։ Այսօր այսքանը, շնորհակալություն։